Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հունվարի 19-ն է 2026 թվականին։ Եթե դուք հիշում եք, հունվարի 13-ին, 14-ին այդ արանքում Փաշինյան Նիկոլը ամերիկացիները ստորագրեց մի պայմանագիր, որը վերաբերվում էր Զանգեզուրի միջանցքին։ Դա PRIP անվան տակ, դա այն կառույցն է, այն պրոյեկտն է, որի մասին խոսում էր Ալիևը, որ այն ժամանակ մեզ թվում էր մի անհնարին, աներևակայելի եւ անիրագործելի պրոյեկտ, որը իրականացրեց մինչև վերջի կետը, ոնց նա ուզում էր։ Ես ուզում եմ հիմա լսեք ոչ թե հայերի մեկնաբանությունը, այլ հենց ադրբեջանցիների մեկնաբանությունը։ Խնդրեմ։ Во-первых, в этом заявлении от 13 января, ну, у нас говорят 14 января, потому что когда подписывали, у нас было уже 14 января. По американскому времени оно было подписано в Соединенных Штатах, там стоит 13 января. Вот я хочу зачитать буквально, потому что это очень важно, что обеспечивается беспрепятственное мультимодальное транзитное сообщение между основной частью Азербайджана и Нахичеванью по территории Армении. Вот это очень важно. Վերջ անխոչնդոտ մի քանի տարբերակով մուլտիմոդալ, այսինքն լինելու է եւ գազատար, եւ երկաթգիծ, եւ ճանապարհ, եւ չգիտեմ, կապի մանլուխային գծեր, ամեն ինչ լինելու է։ Որում անխոչնդոտ, И это дополняется, значит, механизмом, так называемый, использованный английские термины, back-office и front-office. Что под этим подразумевается? Одним из основных требований Азербайджана, ожиданий Азербайджана, было, чтобы был беспрепятственный, значит, беспрепятственное сообщение между... Ասում լինելու է back office, այսինքն հետևի office եւ դիմավորող, այսինքն դիմավորողներ են լինելու եւ ճանապարհորդներ այդ անցակետներում եւ ինչպես իրանք պնդել էին ադրբեջանցիները չեն տեսնելու հայերի երես։ Այդպես որ ես մեզ շնորհավորում եմ ադրբեջանցիները գալու են մեր տարածքով գնան, երբ պետքա, ոնց պետքա, առանց տեսնելու որևէ հայի երես։ Հայը ոչ մի կոնտրոլ տարածքում ում թողնի ներս, ում չթողնի ներս, ինչ ապրանքներ թողնի ներս, ինչ չթողնի ներս, չի ունենալու։ Основной частью Азербайджана и Нахичеванию, как для грузов, так и для людей. И вот это закреплено теперь в этом совместном заявлении между Соединенными Штатами Америки и Арменией. И механизм back-office, используется английский термин, но я вот постараюсь разъяснить. Back-office, front-office. То есть front-office это те, кто будут иметь контакт с проезжающими гражданами Азербайджана и провозимыми грузами. Это будет американская сторона, оператор, который будет осуществлять это. То есть основное требование Азербайджана, вот президент Азербайджана выразил, чтобы азербайджанские граждане не видели лиц армянских пограничников и таможенников, это условие будет выполнено. Это... Վերջ, պարզվեց, որ ընդունում բաց թողումը իրականացնելու են օպերատորները, այն օպերատորները, որոնք աշխատելու են, որոնք իրականացնելու են այս պրոյեկտը, ամերիկացի, չակերտավոր եմ ամերիկացի ասում, որովհետև ամերիկան կոմպանիա, ամերիկյան, ովքեր են դա լինելու, ոչ մի կոնտրոլ, ոչ մի վերահսկողություն չկա, մի խոսքով մենք չենք։ Եվ ինչպես Ալիևը ցանկացել է, նա ոչ մի հայի դեմք պետք է չտեսնի այդ ճանապարհին։ Ասեմ ավելին, նրանք հայտարարել են, որ ճանապարհը իրենց սեփականությունն է։ Իրենց սեփականությունն է։ Հայի տարածքով սեփական ճանապարհ ունեն իրենք։ Երբ ուզեն, ոնց ուզեն, ինչ ուզեն տանեն բերեն, կամ գան ու չգնան։ Ո՞նց եմ ասում, հələ տեսեք այս մասշտաբները։ Այս գնացքի մեջ կարող է գա, շատ հնարավոր է մի օր գա, մի ամբողջ կորպուս, տանկերով, գնդացվիներով, դրոններով, ամեն ինչով, կենթանի զորքով, գան կանգնեն մեջտեղ ու սկսեն տարածվել, մի մասը գնա դեպի Պարսկաստանի կողմ, հարավ մյուս մասը գա դեպի հյուսիս, մինչև Երասխ, մինչև Երևան։ Խնդրեմ։
важное условие. Во-первых, Վերջ։ Ադրբեջանի պահանջները միջև վերջին կերպն է իրականացնում Փաշինյան Նիկոլը։ Հետնել 2 օր առաջ է, չէ՞, հայտարարեց։ Այո, հենց պետք է լինի անխոչնդոտ ճանապարհ։ Հիմա սրա մասին պայմանավորվել են ամերիկացիների հետ։ Ինչ բաները նախաստորագրել, բաները խոսք տվել։ Սրանք է շինարարություն անում են։ Հիմա ցանկացած հայի պարտքն է, ցանկացած հայի ոչ թե վարսկանների խմբի հեսա ցույց կտամ, հա։ Որոնք պատրաստ են ամեն ձև արդարացնեն ցանկացած անձնագործություն Փաշինյան Նիկոլի։ Եվ ես ինչպես հիշում եք, ես կանխատեսեցի, որ վաղը սրանք սկսելու են անպայման գովալ այս ծրագիրը, որ Փաշինյանը հաղթեց եւ Ամերիկան գալիս Հայաստան եւ ստեղ մի խոսքով մենք հաղթող ենք։ Երեք ես անդրադարձա ընդամենը սրանցից մեկին, եթե դուք հիշում եք, հա։ Սա Ստեփան Գրիգորյանն է, որ ասում է Ալիևին հասցրեցինք մի վիճակի, որ հասկացավ, որ ուրիշ տարբերակ չունի, ուզած չուզած պետք է անի։ Բա Ալիևը ուզած չուզած ամեն ինչի հասավ ու ինքը հաղթել է դրանով Ալիևին։ Ու սա մենակ միակը չի։ Սան էլ լսեք։ Մեղադրանքների ստրիպի հետ կապված նախ ամեն ինչ շատ ավելի առավել քան հստակ է դառնում թվերով, մասնաբաժիններով, պատասխանատվություններով, ինքնիշխանության ձևերի նշումով, ոնց պետք է Հայաստանի ինքնիշխանության ձևերի նշումով, այո, սա ինքնիշխանության գագաթնակետն է, երբ որ ադրբեջանական բեռները զենք, զինվոր, ինչ ուզեք, նարկոտիկ, ինչ ուզեք պետք է գա Հայաստանով գնա, եւ սա Հայաստանի ինքնիշխանության բարձրագույն դրսևորումն է, բա չգիտեք, չէ՞, լսեք Անցուն իրականացնի, հա, նաև ամերիկյան տեխնոլոգիաների ներգրավման մասին են նույնիսկ խոսք գնում, այդ ամեն ինչը բավականին որոշակի անում է։ Եվ երբ որ այդ ամեն ինչի տակ հայ-ամերիկյան ձեռնարկի տակ ինչ որ մարդիկ Ադրբեջանն եւ Թուրքիան են տեսնում, իրենք պետք է հիմնավորեն, ասելով ոչի։ Ասելով ոչի պետք է հիմնավորեն։ Չէ։ Թուրքիա չկա դեռ։ Այն որ Ադրբեջանը երբ ուզի գնա առանց կոնտրոլ, առանց վերահսկողություն կարա գնա։ Մենք հենց դա պետք է հիմնավորենք, որ դիտի տենց։ Փաշինյան Նիկոլ ասում է, որ տենց է, բայց հələ չէ, հələ Եվ հասկանալի համար մենք էլ պետք է հիմնավորենք, որ տենց է։ Եվ կամ Գերվին Հովսեփ Խորշոդյանը ձև գիտի եւ ինքնավորոշելու ամերիկյան դրոշի տակ ինչ կամպանիա է գալու իրականացնի օպերատորության աշխատանքը։ Կամ երևի ինքնա ֆիլտրները դրել, ովքեր դա պետք է լինեն, որ դրանք հաստատ ասենք Դելավերում գրանցված, դա Ամերիկայի ամենահայտնի տարածքն է, որտեղ բոլոր ֆիրմաները արտասահմանյան գրանցում են այնտեղ։ Ասենք Դելավերում գրանցված մի թուրքական կամ ադրբեջանական, իսրայելական կամ չգիտեմ, չինական կամ պակիստանական կամպանիա չի, որը տենդերը շահել է Թրամփի, ինչքան փող պետք է տվել է եւ ինքն է իրականացնելու Հայաստանի գաղութացումը, ասենց ասեմ, մասնատումը։ Չէ, Հովսեփ Խորշոդյանը վստահ է, որ այս բան չի կարող լինել։ Թրամփը նրան վստահ չի կարող լինել։ Ոչ մեկ դրանով չի կարող վստահ լինել։ Որտեղ մենք վստահ ենք մի բանում, այդ ճանապարհը ես չեմ ղեկավարում, ես չեմ վերահսկում, ինձանից դուրս ցանկացած մեկը իմ համար պոտենցիալ վտանգ է։ Թրամփից սկսած միջև ով ուզեք։ Եթե ես չեմ իմ տան բանալիների տերը, ես ոնց կարող եմ սուվերենությունից խոսալ, եթե ես վերջի կամ տականքը չեմ, կամ անմեղ սունակը։ Ոնց կարող եմ այդ պարագայում ես հանգիստ խոսել իմ սուվերենությունից։ Իմ դռների բանալին տվել է մեկին, ասում է դա Թուրքիան ու Ադրբեջանցի։ Դու ով ես, դու ինչ գիտես։ Դու չես քո դռան բանալու տերը։ Ինչի Հայաստանի թշնամիները մենակ հենց կոնկրետ Թուրքիան ու Ադրբեջանն են, ասկի եթե թուրքական դդոշը չի ինտեղ, թուրքը չի կարող լինի ամերիկյան կամպանիայի տերը։ Կամ առնի վաղը։ Ինչ արժի այդ կամպանիան։ Ասենք ամերիկյան կամպանիա լրիվ սպիտակամորթ յանկիներ են նրա։ Ցանկացած կամպանիա գին ունի։ Գին։ Ու դրա ակցիաները վաճառվում են։ Այդպես կամպանիա առնելը ընդամենը փողի տեխնիկական խնդիր է։ Ոչ մի ուրիշ բան։ Դառնալ բաժնետեր, ղեկավարել այն, գնել գլխավոր պակետը, եթե նույնիսկ դա ոչ մի կապ ունի այսօրվա այս պայմանավորվածությունների հետ։
կարևորը դու չես քո տան տերը։ Ամենավերջի ոնց եմ ասում, անմերսունակը պետք է լինի մեկը, որ իր տան բանալիները տա ուրիշի եւ պնդի, որ ինքը սուվերենության բարձրագույն կետին է հասել։ Շնորհակալություն։ Ասել եմ, որ դու լասա։ Հիմնավորեն որտեղ են տեսնում ականջները։ Հական Ֆիդանի այդ արտահայտությունների մեջ դուք չեք տեսնում այն, որ սա մերն է ըստեյության այս ամեն ինչը ռիպի հետ կապված Բացարձակ իրենք շատ դժգոհ են այդ տրիպով։ Ոսակ ինչքան իրանք դժգոհ են այդ։ Իրանք ստացել են ամեն ինչ, ինչ որ անհնարին էր թվում։ Իրանք շատ դժգոհ են այդ տրիպով։ Շատ։ Ես ասում եմ, այս պրոպագանդան ոչ դոլի կաշի է ես քաշած։ Սրանց ոչինչ չի ասում։ Ես նայեցի ուղղակի sense ներքև, նայեցի 45000 մարդ է նայել երկրորդ մեջ, մտածեցի, բա կոմենտներն ինչքան են։ 149 կոմենտ։ Ես կարող եմ երաշխավորել մի բան։ 45000 դիտումի համար 149 կոմենտ ունենալը ռեալ չի։ Այսինքն դա մոտավորապես 1/3-ն է։ Դա սովորական ստատիստիկա է, հարց առաջանում։ Բա մնացած 70% ուր են։ Ու բոլորը ոնց որ Նիկոլի բաները լինեն։ Բրավո պարոն Խուշուձյան, կեցեք պարոն Խուշուձյան, բրավո պարոն Խուշուձյան, կեցեք։ Բա մնացածն ուր են։ Ես Նոյան Տապանի բանն է, սցենարն է։ Բա մնացածն ուր են։ Բա իրական կոմենտները ուր են։ Անկախ ամեն ինչից։ Սա մենակը չի ինձ միամտություն կլներ կարծելը, որ ինքը անկրկնելի միակն է այս գործում։ Բոլոր պրոպագանդիստներն են նույն ոճի վրա 74%-ը վերցնելով ԱՄՆ-ն հարվածը քաշել իր վրա։ Թուրքիան եւ Ադրբեջանը այլևս չեն կարող միջամտել այս հարցում, բա գիտեք։ Բա ամեն ինչ, այն ինչ որ ուզում էին։ Իրանք ուզածով միջև վերջի խազը եղել է։ Բա Ամերիկան հարվածը վերցրեց իր վրա, ժողովուրդ ջան, չգիտեք։ Ինձ հարցնում եք ով ով է, նայեք, կարդացեք, տեսեք ով ով է։ Ես ասում եմ, չէ՞ որ սրա հաջորդ օրը հրամանով գնաց բոլոր մեդիաներում։ Նույն օգտագործվածները դոլի կաշին քաշում են իրենցների վրա ու գնացում։ Այո, Ամերիկան հարվածը վերցրեց իր վրա։ Այն բանկա է, հենց որ ասենք Ամերիկանուն տալիս են, միանգամից արդեն գիտին դեղ վերջ, իր բոլոր հարցերը դեղ լուծված է։ Բոլորը, համ անվտանգությունն է լուծված, համ տնտեսական հարցերն է լուծված, ամեն ինչ լուծված, արդարություն, բան, միջազգային օրենքներ ամեն ինչ կա։ Այս կարգի մտածելակերպ ունեցող մարդկանց վրա կարող է ազդում ասա։ Բայց այն մարդկանց վրա, որ ինքը հասկանում է, լսի, ես ոնց կարամ հանգիստ գնեմ, երբ որ իմ տան բանալի ինձ մոտ չի եւ իմ տան տերը ես չեմ։ Հա։ Այդպես մարդը ոնց կարող է լավ զգա, հավատա կամ իր ապահով զգա այս ամեն ինչի արդյունքում։ Բայց սա վերջինը չի, սա էլ նայեք։ Ադրբեջանական զենք տեղափոխող Segway ինքնաթիռները թռչում են Հայաստանի օդային տարածքով։ Այս սենց ուղիղ զենք են տեղափոխում, վաղը ցամաքով են տեղափոխում, այսինքն Հայաստանը ամեն ինչ անում է, որպեսզի Ադրբեջանի կցորդ Նախիջևանը ախոչնդոտ եւ արագացված կերպով ինչքան պետք է զինվի։ Այդ հարց Նախիջևանը ում դեմ ազինվում տեսնես։ Դժվար Թուրքիայի չէ։ Այնտեղ ուրիշ ինչ հարևան ունի։ Պարսկաստանը։ Իրանի դեմ ինչի Նախիջևանով պետք է հարձակվի։ Դա Ադրբեջանը։ Հսկայական սահման հիմնական ուժերն ընդեղ են։ Հարց զենքը տեղափոխվում է Նախիջևան ում դեմ կռիվ գնալու համար։ Անդերից իմ ջելուց ասեմ, այդ Արարատից 60 կիլոմետր է Հայաստան, Երևանը ուղիղ գծով, ուղիղ, նույնպես եմ ասում, սենց ուղիղ նստում են, սենց ուղիղ մտնում են Երևան, 1 ժամվա ճանապարհ։ Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ իր թշնամուն զինում է։ Բենզինը գնում է, փողը տալիս է, որ զինվի։ Հատուկ մետաղները տալիս է, վաճառում է, որ զինվի։ Զենք ես ուզում տանես ընդեղ, խնդրեմ, վրայովս կարաս գնաս, միջովս կարաս գնաս։ Ես նույնիսկ չեմ ստուգելու դու ինչ ես տանում, որ դու մտային կարաս, դուրս գալիս ես, թե դուրս չես գալի։
կամ ինչքան մտավ, ինչքան դուրս եկավ, դա չի վերահսկվելու։ Պարզ բան եմ ասում, մտավ, ասենք մի 1000 հոգանոց սաստավ, գնաց կա, մտավ, ճանապարհի կեսին իջան, մեջից սկսեցին քայլելով գնալ Հայաստանի տարածքով։ Ոչ Հայաստանը մտնողն է ստուգելու, ոչ դուրս եկողն է ստուգելու։ Ուր գնացին այդ 1000 հոգին։ Ինչ եղավ, զինված էին, զինված չէին, տերորիստ էին, ինչ ով էին դրանք։ Մարդկանց համար դա էական չի։ Իրենք, Թուրքիան ներված է նույնիսկ սրանից, ներված է։ Իրենք դժգոհ են, դուրս են մնացել։ Դուրս են Բա դուրս են մնացել, բայց իրենք ուրիշ ելք չունեն, իրենք ասում են լավ, ամերիկացիները որ եկել են, ամերիկացիների դեմ Տրամպի պես անկանխատեսելի եւ ռիսկային մարդու դեմ, ինչ որ Թուրքիան հիմա պետք է կոտորներ տնկյաց չէ, մենք դեմ ենք, որ Ամերիկան այդ վերահսկի։ Իսկ Ամերիկան ի՞նչն է վերահսկելու։ Երբ որ քո երկմուտքը, Թուրքի երկմուտքը անխոչնդոտ է եւ անվերահսկելի, Ամերիկան այդ ի՞նչն է վերահսկելու։ Այո, նույն տեղից, նույն լեքսիկոնով, նույն նարատիվով, այն ոնց որ բանը, Մոսկվայի պրոպագանդան է, չէ։ Միջև մեդատիժկեքը չեն ստանում, չգիտեն ինչից խոսան։ Այո, Թուրքիան շատ դժգոհ է։ Ադրբեջանն է։ Չգիտի իրան ոնց պահել։ Չգիտի։ Դա։ Իսկ միևնույն ժամանակ Հայաստանում voilà Պատարակ։ Պարոն Գրիգորյան, բարև ձեզ։ Դուք ամեն անգամ գալիս մասնակցում եք պատարակին։ Ինչու՞։ Այս անգամ չարենցանան ինչու եք եկել։ Էլի Նիկոլ Փաշինյանի կոչով, հա։ Գրում եք, պարոն Գրիգորյան։ Դե բայց դուք ներսում չեք, ստեղ եք։ Նորմալ է համարում, որ դրսից մարդիկ են բերում պատարակների մասնակցելու, հա։ Դա ինչ պետք է անի։ Բանտեր շունը ում հույսով է գնում այդ ամեն ինչին։ Ում հույսով։ Հմ։ Ես մենք ենք, գիշեր չենք քնել։ Ամբողջ գիշեր շոշն ենք ելել։ Բա։ Եկեղեցու հայացը եւ ճանապարհ։ Լրիվ, ամբողջ գիշեր։ Որտեղ ես գա։ Հետո եք մտել։ Հա, ամբողջ գիշեր կոմունալ բաժինը չի քնել, ձյունամաքրել։ Ամբողջ գիշեր մարդկանց աշխատել են, որ Փաշինյան Նիկոլը, որ այն կողմից Հայաստանն է ծախում, ընդերից Արցախը ծախեց, ստեղ եկեղեցին է քանդում, անխոչնդոտ։ Հանկարծ կոշիկի տակը ձյան չկպտի, մաքուր պետք է լինի իր համար, ամբողջ գիշեր ես մարդին ձուն են մաքրել։ Չարենցավանից եք, բարև ձեզ։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Երևանից, լավ մի խոսք։ Երևանից եկել եք մասնակցելու Պատարակին։ Ինչու Երևանում որոշեցիք ձյունը, ճանապարհները վատ եկել։ Ցեմ ուզել ազես։ Բայց ազգիս։ Համար եք եկել։ Ինչ կապ ունի ում համար ենք եկել։ Այո, հենց Փաշինյանի համար եմ եկել։ Վատա որ մի հատ նորից եկեղեցի ճանաչեցինք։ Չէ։ Սմանկերտ ասում, վատա որ մի հատ եկեղեցի ճանաչեցին։ Փաշինյան Նիկոլը ոչ դες հրամայել գալը դու ո՞ց տեղից պիտի իմանայիք եկեղեցի ճանաչելը։ Մարդը պարզ ասում է։ Պարզ։ Բայց որ իր մտքով կյանքում չեր անցել։ Ընդեղը բուտը հրամանով եկել, բայց ինք եկել է եկեղեցին փրկելու։ Սյունի կտան, չեն տա, ճանապարհ կտան, չեն տա, Արցախ են ծախել, ինչ էական է։ Փաշինյան Նիկոլը հրամայել է գնալ պատարակի։ Ուսած պետք է երկիր ունենան, ժողովուրդ ջան։ Չէ։ Եկ իրավունք չունեն երկիր ունեն։ Կիմանում հասկանանք էլի սանք ինչքան են մեր մեջ։ Չէ, դե հիմա իսկ Նիկոլ Փաշինյանի կոչով բոլոր պատարակներին եք մասնակցում։ Փաշինյանի անգամ կոչ չի շեշտում, ինչպես Ձեր նման լրագրողներից մեկից։ Բադու որտեցիք։ Ու ձեզ խորհուրդ հերիք է էլի, դուք սենց անընդհատ Փաշինյան, ինչի համար է։ Ցավը տանեմ, ախր մի տեսակ ուրիշ ձև եք հարցը տալիս, ինչ կապ ունի։ Եկեղեցի է, պատարակ է։ Տխուր է ժողովուրդ ջան։ Տխուր է։ Անմերսունակության գագաթնակետն է։ Իսկ սա շատ հետաքրքիր է։ Շվեյցարիա գործուղվել մի ամբողջ կազմ, մի ամբողջ
ծանր հրետանի։ Այսինքն այն ինչ որ ունի Փաշինյան Նիկոլը։ Ովքեր են դրանք, որոնք գնացել են հասնեն մերժված եւ մերժված թեմի առաջնորդ Գուսան Ալջանյանին։ Հայաստանի մեծ ազգո դիակ Վահագն Խաչատրյանը, ԱԳՆ փոխնախարար Ռոբերտ Աբի Սողոմյանն, դեսպան Տիկին Տոլմաճյան, Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու ծխական խորհրդի նախագահ Օնիկ Գաջաջյան, մեծ գործարար եւ Վարդան Սլմաքեշ, Ալ Սվիս բանկի տնօրեն Գևորգ Մաչանյան, Շվեյցարիայում եւ նախկին առողջական ներկայացուցիչ Հայկ Հովանեսյան, ծուխի բազմաթիվ շա սիրելի անդամներ։ Եկել են որ փրկեն կամ ուժեղացնեն, ասեն դու մենակ չես, ազգադավ, մենք քո կողքին ենք։ Մնում է մի քանի հոգի սրանց կողքին լինեն։ Ովքեր են այս դիակները եւ հանցագործները, որոնք կանգնած են հպարտորեն եկեղեցու կողքին։ Հանցագործներ։ Վահագն Խաչատրյանից սկսած, միջև ասենք, Ալ Սվիս բանկի տնօրեն Գևորգ Մաչանյան, փողերի լվացում, Արցախի ֆոնդերի հափշտակում, Վարդան Սլմաքեշ, միլիարդների մեջ լողացող, բայց հանցագործ, նույնիսկ եմ ասում, Արցախի փողերի լվացող, Արցախը թալանող, եւ սրանք գնացել են աջակցելու մի այլ տիրադավի, որ ասեն դու մենակ չես, բա մենք ինչ ենք։ Երևի հոգևորականներ իրան շատ հպարտ ազգում, որ ինքը գտնում է մարդկանց մեջ, միջավայրում, ստանում աջակցություն մարդկանցից, որոնք մեղադրվում են ուղղակի Արցախը թալանելու, ոչ թե սա բանա, մետաֆորա, ասենք, չգիտեմ, չափազանցությունը, թալանելու, բառից բուն, Արցախի ֆոնդերը թալանելու մեջ, փողերի լվացման մեջ, այս են ամբողջ կազմն է, որոնք զբաղված են Աննա Հակոբյանի շվեյցարական փողերի տեղավորման, լվացման, մի խոսքով, լեգիտիմացման հետ։ Սա այս հանցագործ կազմն է, պետք է հիշել սրանց, անուն անառուն, եւ իրանց դեսպանները, փոխնախարարները, ամեն ինչը։ Բայց այս երեք անունը, այս որ նշեցի, Սլմաքեշը, այն Արսուինս բանկի տնօրենը, մեկ էլ դիագի մասին բոլորս գիտենք, դժվար է մոռանալ, այդ Վահագն Խաչատրյանը։ Սրանք դեռ բաներ կկտան, պատասխաններ կկտան։ Փողերի լվացումն ու թալանը վաղեմության ժամկետ չունի։ Իսկ եթե մի հոգևորական, տեսեք, թողում եմ ինքը, մի կողմ եմ թողում, կաթողիկոսին սիրում է, չի սիրում։ Դա թողում եմ մի կողմ։ Եթե մեկը հպարտ ազգում Արցախը դավաճանացների եւ թալանացների կողքին կանգնելով, նա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ինքը ընդհանրապես հոգեվոր ասված բառից հետ ոչ մի ընդհանուր բան ունի։ Այսինքն բարոյականություն, ճշմարտություն, այն ինչի մասին որ բոլոր կրոններն են, չեմ ասում մենակ քրիստոնեությունը։ Այսինքն դրանից էլ հեռու է կանգնած։ Գարեգինը դա ման եմ ասում, ստեղ էս ամեն ինչում ոչ մի կապ չունի։ Դե իհարկե, եթե մեկը Կճոյանին է սիրում, Կճոյանի միջոցով ազում եկեղեցի մարդի, ֆինանսական մախինատոր, օֆշորացեր Կճոյանը, բնականաբար Սլմաքեշի եւ Մաչանյանը հետ պետք է իրան շատ լավ զգա։ Բոլորը նույն կլուբի անդամ են։ Խեղճ Աստված։ Դու պատկերացնում եք սրանք օրական Աստծոն ինչքան են տալիս։ Բայց մի մտածեք, որ միայն պատարակներ կազմակերպվելով հակադարձում Ալիևի երազանքներին, Ալիևի երազանքների մասին խոսելը թողել է պրոպագանդոնների վրա եւ ինքը բոլորին հրավիրում է բարելու, բարեք ուրախությամբ մտնենք։ Չէ ուզում ասեի, երևի չասեմ, բայց իր նպատակը սա է, իր գրքի մեջ էլ է գրած, որ մարդկանց սուքը, ամեն ինչը, ցավը, ողբը պիտի խլացվի աղմուկով, թմբուկների աղմուկով։ Սա այն է, ինչ որ ինքը անում է։
ոչ մի գաղտնիք չկա։ Ամբողջը գրել է իր գրքի մեջ։ Հիշում եք, Հիտլերը իր Mein Kampf-ի մեջ, իր հայտնի գրքի մեջ, որը գրել է 21-ից 23 թվականները, բանտում նստած, ինք ամեն ինչ նկարագրել է, ինչ որ պետք է աներ, ոնց է պատկերացնում հրեաների տեղը, ապագան, ամեն ինչ նկարագրել է, ու այդ գրքի հիման վրա իրականացրեց իր կառավարումը։ Ու այդ գրքի հիման վրա հրեաները պրոբանավորում էին հենց Հիտլերին։ Այսինքն ոչ մի նոր բան չկա այս կառավարման ձևի մեջ այս հանցագործությունների։ Ինքը ամեն ինչ գրել է։ Դուք պարում եք, մենք նվագում ենք։ Այս sense էլ իրար գնալու ենք դժոխք։ Դժոխքը երևի այդքան ինքը վախենալու չի, երբ որ դու պարելով ես գնում դժոխք։ Երևի նույնիսկ դեռ, չգիտեմ, կարող է պայմաններ փոխվում դժոխքում։ Չեմ եղել, չեմ կարող ասել։ Դե իհարկե զուգահեռ չենք մոռանում Թալանի մասին։ Թալանի մասին չենք կարող մոռանալ։ Եվ այսպես Հայաստանում օրական միջինում վաճառվում է մոտ 4 միլիոն օրական լիտր հեղուկ գազ։ Սա նշանակում է, որ հեղուկ գազը պարզապես վառելիք չէ, այն սոցիալական ապրանք է։ Հազարավոր ընտանիքների, տաքսիստների, գյուղացիների ու փոքր բիզնեսի գոյության միջոց։ Եվ հենց այս ֆոնին վերջին օրերին տեղի ունեցած մոտ 130 դրամի թանկացումը չի կարող դիտվել որպես տեխնիկական խնդիր։ Պատկերացրեք միանգամից 130 դրամ թռնում է գինը։ Ադրբեջանից բերում են բենզինը ու հեղուկ գազի գինեն քան են թռցնում, որ մարդասի հենայետան բենզին քշեմ, էլի ադրբեջանից ադրբեջանական բենզինը կառնեն, ադրբեջանական չէ, կներեք, սխալ եմ ասում, Ադրբեջանից բերած ռուսական բենզին։ Եվ այդ փողը կգնա Ալիևի գրպանը։ Պաշտոնական բացատրություն կրկին նույնն է, Լարսի անցակետը դժվար անցանելի է, բայց այստեղ սկսում է անհարմար հարցերի թալապը, որոնց իշխանությունը նախընտրում է չպատասխանել։ Թանկացումը տեղի է ունեցել հենց անցակետի փակման հաջորդ օրը։ Այն դեպքում, երբ գազալցակայաններում վստահաբար կար նախապես ներգրված եւ պահեստավորված հեղուկ գազ, ու միշտ տենց է եղել։ Ամիս, 2 ամիս նույնիսկ գազը մենք ոստանում ենք, երբ որ գազատարի մի բան է լինում, գազային պահեստները 1 ամսվա, 2 ամսվա միշտ բան են ունենում, պահեստավորում են ունենում, նույնը սա է, և մի անգամից թանկացրել են, որը միջև այդ վաճառվում էր մինիմում 170 դրամով, միջինում, պատկերացնում եք 170-ից թռել է 300 130 դրամով թանկացել է, ես պնակի է դարձել եկամուտը։ Այսինքն խոսքը նոր ներմուծված թանկացած գազի մասին չէ, այլ արդեն Հայաստանում գտնվող ապրանքի, որի գինը պարզապես նկատվեց։ Ավելին, նույն Լարսի անցակետով հեղուկ գազ ստացող Վրաստանում այն 30-40 դրամով էժան է, քան Հայաստանում։ Սա արդեն բացարձակ աբսուրդի ժանրից է։ Վրաստանը ԵԱՏՄ անդամ չի, չունի այն մաքսային հարկային արտոնությունները, որը Հայաստանը ունի։ Որի պարագայում տրամաբանական պիտի լիներ, որ Հայաստանում պետք է ավելի էժան լիներ, քան Վրաստանում։ Բայց իրականությունում հակառակն է։ Այս բոլորի փաստերը միասին մեկ պարզ եզրահանգում են տալիս։ Հայաստանում հեղուկ գազի ներկրող վաճառողները իրականացել են համաձայնեցված գնի բարձրացում, որը օրական իրենց ապահովում է, լսեք, օրական թիվը լսեք, ավելի քան 500 միլիոն դրամ հավելյալ եկամուտ։ Օրական սրանք հայ ժողովրդից, տաքսի քշողներից, գյուղացուց, հայ մարդուց օրական 500 միլիոն ավելի եկամուտ են տանում։ Այս համաձայնեցված հանցագործության մեջ։ Եվ այստեղ գալիս է ամենակարևոր հարցը. արդյոք նման ծավալի դիվերսիա, սաբոտաժ, թալան կարող էր իրականացվել հայ մարդու նկատմամբ առանց կառավարության կռիչի, թույլատրման, ես կասեի հովանավորչության, իհարկե ոչ։ Նման գործարքները երբեք ինքնուրույն սենց օրական 500 միլիոն դրամ, դու պատկերացնում եք, օրական 1 միլիոն դոլար ավել եկամուտ։ Օրական։ Ինչ 1 միլիոն շատ։ 1 միլիոն 300,000 դոլար։ Օրական ավելություն։ Գրպաններն ա գնում։ Ինչ զանգեսուրի միջանց։
ինչ եկեղեցի, ինչ Արցախ, փող, որտեղից ինչքան որ հնարավոր է։ Գիտեք, այսօր ես կարդացի ինչ էր մտքիս անցնողը։ Չէ՞ որ օրական 500 միլիոն դրամ քաշում տանում են նաև այն մարդկանցից, ովքեր այս իշխանության մի մասն են, աջակցում են իշխանությանը, ձայն են տվել այս իշխանությանը։ Մի կողմից աշխատավարձներն է քանդում, հարկերով է քանդում, գույքը հարկ բարձրացնելով է քանդում, ծառայության գները բարձրացնելով է քանդում, ապրանքների աներևակայելի թանկացումներով է քանդում։ Իսկ այդ սա մտել է բոլորի տները, բոլորի գրպանները։ Եվ ես ուզում եմ տեսնեմ այն սրիկայի, այն անմեղ սունակի աչքերը, որոնք այսքանով հանդերձ արդարացնում է սրա գործողությունները։ Անձնիվ խոսք։ Այս պրոպագանդոնները, որ ես ցույց տվեցի, դրանք միշտ եղել են, դրանց հարցը դա չի, դրանց տալիս են իրենց դավաճանության համար։ Ուսանք չեն ամաչում։ Ուսանք երեք չեն սկսել, որ վաղը վերջացնեն։ Պատահականության ծնունդ չեն սրանք։ Այն մարդը, որ ինքը, չգիտեմ, դրա համար փող չի ստանում։ Ուզում հասկանամ, դու անմեղ սունակ ես։ Սրանք գիտենք ինչի համար են իրանց ամեն ինչը տախեն։ Լավ է, վատ է, իրանք գնացել են այդ քայլի, այդ իրանց գործն է։ Արա բա դու ինչի դիմացես ես ամեն ինչի մեջով անցնում։ Քեզ հետ էլ մի ամբողջ երկիր տանում դժոխք։ Սրան լսեք։ Իսկ դուք որպես ձեռքբերում այս 30 տարիների ընթացքում ինչը կնշեք, ինչի դասեր քաղել եք։ Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ ձեռքբերումը, Արցախի պատերազմում հաղթանակը։ Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժումը։ Ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը չի։ Դա ընդհանրապես պատահական անցորդ պատմության մեջ մի բիժվածք, որը միջև ակաժների ծայրը թաթախված է այ մարդու արյան մեջ։ Սա իր որոշումն է։ Եվ իր նմանների որոշումն։ Այս մարդիկ նույն մարդիկ են։ Սա նորմալ համալողները, այս երկու տարբեր ծայրահեղ մոտեցումները, նորմալ համալողները եւ սրան նորմալ վերաբերվողները իրանք նույնն են, անուն ազգանուններով են տարբեր։ Իրանք նույն ոչնչություններն են։ Ու սրանց հետ շփում ունեցողները պետք է հասկանան վստահ լինել մի բան։ Այսօրվա բարերի դիմաց իրանք հաջորդ պահին նույն ձև պետքա լինի հայոյելու են, պետքա լինել դանակով խփել մեջքից, դանակով խփելու են, պետքա ուրանալու են, պետքա դավաճանելու են, արա ոնց կարելի է ձեր նմանի հետ ընկերություն անել, շփվել, չգիտեմ, երբ որ գիտես, սա նույնն է, նույն խմորն է, ես հենց նյարդայնանում եմ այս հանգամանքի վրա, հաջորդ պահին հիշում եմ մի բան, որ ոչ թե ես պետք է նյարդայնանամ, չէ, ես պետք է ձեզ ցավակցեմ, որովհետև դուք շրջապատված եք հենց ձեզ նմաններով, ու հենց ձեր նմաններն են ձեզ ձեր գլուխ ուտելու, որ դուք չունեք մի տեղ, որտեղ կարող եք հենվել վստահ, որ չեն դավաճանի ձեզ, որովհետև դուք շրջապատված եք բացառապես ձեր նմաններով, ով էլ չգիտի պիտի իմանա։ Դրա համար էլ հենց որոշում է բարկանալ, հետո հիշում եմ ինչ բարկանալ։ Ավելի մեծ պատիժ կարա լինի մի մարդու համար մի բան, որ ասես կողքինդ Նիկոլա։ Դու հələ ոչինչ որ Նիկոլ ես, կողքինդ էլա Նիկոլ։ Այն որ մտածում ես կարող է ներ պահին քեզ օգնության հասնի։ Այսպեսի մի միջոցառում է այսօր եղել, ուզում մանրամասն կարդամ ձեր համար։ Բազահամերգային համալիրում այսօր տեղ ունեցել միջոցառում Արցախի թեմայով մենք դեռ կանք
Ես մի քանի օր առաջ տեսա այդ մասնակիցներից մեկի կարճ տեսահոլովակը, որտեղ ինքը բողոքում էր, որ այդքան էլ շատ չեն մասնակիցները, մտահոգվածները Արցախի ճակատագրով, որովհետև ինչ-որ տոմսերը չի վաճառվում, եսկում, բայց այսօր ամենեփում կայացել է այս միջոցառումը, որի նպատակն է, ես ուզում եմ ուղղակի ցիտել ինչ ունեն իրենք որպես նպատակ նշած։ Արցախ միության առաքելությունն է Հայաստանում եւ ամբողջ աշխարհում պաշտպանել Արցախի բռնի տեղահատված ժողովրդի հավաքական շահերը, իրավունքներն ու արժանապատվությունը, հետամուտ լինել նրա հանդեպ միջազգային արդարությանը եւ ի վերջո նպաստել նախնած հայրենիք նրա հավաքական վերադարձին, այստեղ ինքնորոշված խաղաղ արդար արժանապատիվ ու անվտանգ կյանքի համար զերծ նոր ցեղասպանության պատանգներից։ Բոլորովին չունենալով ոչ մի վստահություն այս կազմակերպիչների նկատմամբ, դե գիտեք, ես սուտ խոսալ չեմ սիրում եւ չեմ էլ կարողանում, եւ ինձ պետք է չի։ Բոլորովին չունենալով ոչ մի վստահության ռեսուրս, բայց միևնույնն է, ուզում եմ, որ այս միջոցառումները եւ այս պրոյեկտները հաջողություն ունենան եւ շարունակական լինեն։ Պետք է որ Արցախի ձայնը, Արցախ բառը, Արցախի խնդիրը մնա օրակարգում։ Ինքը հնչի, ինքը ինչ որ մի ձևով արծացվի, սա է իմ հետաքրքրությունը այս պրոյեկտի նկատմամբ։ Ոչ թե որ Արտակ Բերբերյանը կամ իր, չգիտեմ, իր ինչ որ մի մարդիկ ինչ որ բան են նախաձեռնել։ Բոլորովին։ Արցախի վերադարձը չի կարող լինել, եթե դրա թեման ամեն օր տարբեր ֆորմատներով չի բարձրացվում։ Հենց ինքը քնապ, հենց ինքը սառեց, մենք պետք է մոռանանք ուրեմն այս հարցի մասին։ Շատ դժվար է լինելու վերակենդանացնել։ Ուստի շատ ավելի հեշտ է վառ պահելով դա իրականացնելը, անընդհատ ակտուալ եւ ակտիվ պահելով։ Դրա համար ես համարեցի, որ անպայման պետք է խոսեմ այս միջոցառման մասին եւ հաջողություն ցանկանամ դրա կազմակերպիչներին։ Դե ես էլ կամ իմ նմաններն էլ ինչով հնարավոր է կօգնեն ծրագրի իրականացմանը, հաջողությանը, բայց ոչ նրա համար, որ անկեղծ ասում եմ, որ դուք վստահության ռեսուրս ունեք։ Չէ, մի բանի համար, որ Արցախը դա մեր հայրենիքն է։ Եթե մեկը մի բան անում է դուղությամբ, ես պարտավորվածություն եմ զգում իմ մոտ աջակցել ինչով որ հնարավոր է։ Ուզում սա լսենք նաև։ Ժորժան, սահմանին կանգնած օր ու գիշեր պայմանագրային ծառայողները ինձ գրել են, ասում են շատ վրդովված են։ Ես էլ ուզում եմ փոխանցեմ տղեկի ասածը։ Ասում են այդ օր ու գիշեր, ձմեռ, ամառ, ձյուն, անձրև post ենք պահում, կանգնած ենք ու նոր տարուց առաջ ստացել ենք 100,000 դրամ պարգևավճար։ Այդ падգամավորները, որ տաքուկ աթոռների վրա, բասկաթոռների վրա նստած են, իրար են կներեք արտահայտությունից համար հայհոյում ու որևէ հարց մարդկանց համար չեն լուծում, ժողովրդի մատից մի հատ փուշ չեն հանում։ Այդ 3 միլիոն դրամ բյուջեում փող կար իրանց համար նոր տարուց առաջ որ պետությունը տվել է, իսկ մեր պոստերը պահող տղեկի համար փող չկար 100,000 դրամից ավել։ Այդ խնայված փողը բյուջեի կա падգամավորներին 3 միլիոն դրամ տալու։ Մի ճշտում մենակ։ Այդ փողը խնայված միջոցներ չի։ Դա պարտքով վերցրած փող է։ Ավելի տրամաբանական կլիներ պարգևավճար ստանալ, այո, հենց խնայված միջոցներից։ Բայց դա պարտքով վերցած փող է, ինչ խնայված միջոց։ Ոչ։ Իրանք պարտքով փող են վերցնում երկիրը թալանողների համար։ Այո, ու այստեղ տեղ չունեն երկիրը պահողները։ Հələ հակառակը, այս կառավարության համար երկիր պահողը հաշնամի է։ Հաշնամի։ Որտեղ իրենց նպատակը այս երկիրը հանձնելն է։ Ինչի մասին է խոսքը։ Բայց լսենք։ Պաշտոնյաներին տես փողեր տալու, падավատներ, աշխատավարձներ, ծառայական եսի միջեր, գործուղումներ եւ այլն, ամեն ինչի փող կա բյուջեում։ Այդ մեր post պահող տղեկի համար չկա, այս սա է սոցիալական անարդարությունը, որ ասում ենք սոցիալական անարդարություն։ Ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ ասում եմ, որ մեր երկրում պետքա նման մարդիկ լավ ապրեն, post պահող տղեկը պետքա լավ ապրեն, ոչ թե падգամավորները ու պաշտոնյաները, ովքեր
որևէ բան ժողովրդի համար չեն անում։ Անգամ ժողովրդի հոգսերից չեն խոսում, որ մնաց լուծում տան ժողովրդի հոգսերին։ Ժորժան, մեր երկրում լավ պետք է ապրի սահման պահող տղեն։ Մեր երկրում լավ պետք է ապրի թոշակառուն, որը օր ու գիշեր աշխատել է, հարկ է վճարել ու այս պետությունը շենացրի ու կառուցել է։ Մեր երկրում լավ պետք է ապրի օր ու գիշեր աշխատող, իր քրթինքով աշխատող մարդը։ Այո, ու արժանապատիվ վաստակի, որ կարողանա իր ընտանիքը արժանապատիվ կերպով պահի։ Այլ ոչ թե պաշտոնյաները, որոնք ինչ են անում, ժողովուրդը ընդհանրապես չգիտի։ Ինչ են անում, որ ստանում են պարգևավճար։ Անկեղծ, ինչ ձեռք բերում է ունեցել պատգամավորը կամ պետական պաշտոնյան 26 թվականին։ Ոնց թե իրականացել է Նիկոլ Փաշինյանի բոլոր դավաճանական ծրագրերը։ Ինչի, այն չեք թերագնահատում։ Այստեղ խորհրդանական ընդդիմությունն ու դիմությունը կնեղանան, ոչ թե ինչ են արել։ Իրանք անverջ իրար հայոյել են, ու դա լսել ամբողջ ժողովուրդը։ Էկրանի առաջ հայոյել են, բուֆետում ջանասուն ջան լսում են։ Խաշանոցներում ետ խաշ են ուտում։ Ինչ եք թերագնահատում այս մարդկանց չարչարանքները։ Գիտեք իրաց համար հաճելի է անընդհատ լսել հայոյանք բանից, բեմից։ Թեկուզ դա կեղծ է, բայց լսում են, չէ։ Այդ երկակի կյանքով ապրելը գիտեք հեշտ է, մի թերագնահատեք։ Ճիշտ է, դա չարժի 3 միլիոն, բայց մի թերագնահատեք նրանց աշխատանքը։ Սա էլ է։ Ես ասել եմ, որ չի կարող լինել որևէ լուծում, որը ընդունելի չի լինի հայ ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար եւ Արցախի իշխանությունների համար։ Ինչ որ պետք է այն էլ բանակցում ենք։ Ընդունելի է Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Մենք բոլորս հասկանում ենք, չէ, որ Հայաստանում չի կարող լինել այդպիսի իշխանություն, նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնել։ Ղարաբաղի հարցի թաքուն լուծում, թաքուն տարբերակ, որ մեկ էլ մի օր հոп արթնանանք տենա Ղարաբաղի հարցը լուծվել է եւ տենց մնացել ենք մենք կամ հանրությունը այդպիսի բան չի կարող լինել։ Էլի գալու ենք նույն թեմանին, բայց ես չեմ ուզում կրկնվել։ Սա պաթոլոգիա է։ Ու սա նորմալ համարող մարդիկ են երևի նման, այսինքն երևի չէ հաստատ։ Ուզում սա մասին ձեզ տեսեմ։ Լսենք։ Азербайджан – это не государство, это племенная группа, в которой нет закона, нет демократии. Բարս, դասածումը, Թուրքիայում է, ես իմ դարոց հաղորդումը, որ Ադրբեջանը դա պետություն չի, այնտեղ օրենք չկա և դեմոկրատիա չկա։ Турецкий журналист. Слова известного журналиста Левента Гюльтекина об Азербайджане получили широкий резонанс в Турции и Азербайджане. Միանգամից արձագանքել է և Թուրքիայում և Ադրբեջանում, սրեն, վայ, ինչ ես տեսմես, մեր մասին տես վատ բաներ ասում։ Են վերևի նկարը վիդեոյի մեջ, Ալիևն է, 5 քարտեզի վրա, Ադրբեջանն է մանգալի, բայց այնտեղ Հայաստանը չի տեսել։ Չի տեսնում, Ադրբեջան չկա, Հայաստանը կա ուստի, Ադրբեջան չկա, դե ասա, որ Ադրբեջան գտնելու համար քո տապած քարտեզներն է, ապուշ, ինչ ես գնացել լուրջ քարտեզներ նայում։ Комментируя азербайджано-армянский конфликт, журналист Левент Гюльтекин в эфире турецкого телеканала Хилк заявил, что Азербайджан не является государством. Является ли Азербайджан государством? Нет, это не государство, это группа племен. Են տակի պարողին տեսում եք, չէ, էշի վրա է պարում, ավանակի վրա են դերուս նայք, ավանակի վրա պարում, դա ուրիշ ինչի վրա պիտի պարեր, իրանց ունեցածը դա է։ Нет ни закона, ни демократии, ни выборов. В Азербайджане есть авторитарное руководство, которое плавает в деньгах. До сих пор не создано человеческое государство, сказал Левент Гюльтекин. Ես այդ որ առաջ մի հատ տեսանյութ էի նայում, ուղղակի հնարավոր չէր ֆայլ դեսուս տալու համար, հայերին չէր վերաբերվում, ոչ էլ հայերին էին նկարել, ուղղակի հարցումներ էին արել, կարծեմ բրիտանական բաներ էին, ժուրնալիստներ էին, հասարակ մարդու կյանքից։ Դուք չեք պատկերացնում ուղղակի, դուք շոկի մեջ կընկնեիք, չեք հավատալ 21-րդ դարում դա հնարավոր է։
որ 21-րդ դարում դեռ կան այդ պայմաններում ապրող եւ աշխատող մարդիկ։ Գոյատևող, ինչ ապրող։ Գոյատևող ջուրեր, որ ճանապարհներ չունեն, ջուր չունեն, գազ չունեն։ Միջև հիմա այն բանը թրիքից պատրաստված բաներում են իրենց ջուրը երացնում լողանալու համար։ Ինչ են վառում իրանք էլ չգիտեն, ինչ ձեռներն գնում վառում են։ Դա Ադրբեջանն է, նես ժուրնալիստն ինչ որ ասում է, ինքը ճիշտ է ասում։ Շատերի համար Ադրբեջանը դա Բաքվի կենտրոնն է երևի, մեկ էլ Ալիևը։ Այո, դա էլ է Ադրբեջան։ Բայց այն պահից, որ Հայաստան ունեցավ անկախ իշխանություն, այդ Ադրբեջանը ծայրահեղությունների մեջ գտնվող այդ Ադրբեջանը քանդելը լինելու է ընդամենը տեխնիկական խնդիր, որտեղ ինքը այնքան, ասենց ասեմ, դեսպրոպորցիոնալ է։ Դուք պատկերացնում եք մեծ մալմին նստած է, այս սենց լուսկու չոպի չափ բարակության եւ լուսկու չոպի նման փխրուն ոտքերի վրա։ Առայժմ այդ ոտքերը ստիպված պահում են այդ հսկայական մալմինը։ Առաջի իսկ արդի դեպքում դա կոտրվելու է բլվետ ամեն ինչը։ Դա Ադրբեջան պետությունը, որը կալումա դեռ Ալիևը իրա չէ, Փաշինյան Նիկոլի շնորհիվ պայ, որովհետև եթե չլիներ Փաշինյան Նիկոլը, Ալիևին ոչ մեկ չէր նվիրելու այս հաղթանակները, այս հնարավորությունը եւ այդ ժողովրդին այդ վիճակով ոչ մեկ չէր կարողանալ շարունակել պայել։ Ադրբեջանցի ժողովրդի իրական թշնամին է Նիկոլ Փաշինյանն է։ Ոչ մենակ այլ ժողովրդի, որովհետև Նիկոլ Փաշինյանի շնորհիվ որ Ալիևը կարողանում է շարունակել հալածել եւ կերեկել այդ նույն ժողովրդին։ Հնարավոր չէ որ Ադրբեջանի ժողովրդի դառնեն, բայց ինչ կա։ Ու սա էլ նայենք, Նիկոլ, նայ ազգակիցների որակը։ Սա 80 թվականին Օլիմպիադայի ժամանակ բոլոր ազգերը դե իրենց ազգային պարուն մշակույթն են ներկայացրել։ Ադրբեջանցիներն են սրանք, նայեք։ Ջազկի տանец։ Լավ են, չէ՞ պարուն։ Դրանք ազգային պարուն են։ Վազը։ Դե, շենցելը վազելով եկան հասան Արցախ։ Նույնիսկ եմ տպվում բացառապես Փաշինյան Նիկոլի եւ այդ ամբողջ դավաճանական շքախմբի հանցագործների շնորհիվ, թե չէ սրանք ինչպես էին գալու հասնել։ Սրանք ինչպես էին գալու հասնելու, եթե նույնիսկ իրանք պետություն ունակ չեն սեղել առայսօր ստեղծելու։ Պետություն, սա ցուցանիշ է։ Նույն բռնապետական իշխանություններն են եղել նաև Հայաստանում։ Նշել Հայաստանը դեմոկրատական երկիր է եղել, երբևէ։ Չէ, որքի հայ մարդը ցանկացած պարագայում կարողացել է գոնե իր տունը շինի, տունը, միջավայրը, իսկ դեռ ես նայում եմ, ես հետազոտություններ եմ նաև կարդում սրանց մասին, ես լսում եմ ռուս ռելոկանտներին, բլոգերներին, որ մտնում են ընդեր դուրս են գալի, փորձում են գովել Ադրբեջանին, երևում ադրբեջանցիներ կան, որ պատվիրում են այդ բաները, ես նայում եմ, այս ժողովուրդը ոչի բան չի կարողացել ստեղծի, այս ժողովուրդի միակ բանը միավորում, դա ատելությունն է հայ ժողովրդի նկատմամբ, եւ դրանով է իշխում Ալիևը սրանց վրա, իրականացնում է սրանց միակ երազանքը, ատելությունը, որը վերածում է հաղթանակի, վերջ, հենց այս հարցը փակվեց, դրամատ խաղաղության պայմանագիրը պետք չէ Ալիևին, հենց այդ հարցը փակվեց, պետությունը վերանում է, Ալիևն էլ է վերանում, դրամատ ոչ մեկ հույս չունենա, երբևէ Ադրբեջանը խաղաղության է գնալու Հայաստանի հետ, դա ինքնասպանություն է Ալիևի համար, ինչպես ասենք խաղաղություն պատկերացնում եք պատերազմի դադարել Պուտինը ուկրաինացիների հետ, ոնց թե, այդ հազարանյա թույնը, որ սրսկել է այդ ժողովրդին, որ պետք է վերացնել դրանց մենք վերջն ենք աշխարհի եւ ոնց է իրականացնել։ Բայց ամեն ինչ իր վերջը ունի։
Վերջը ցավոք շատ ծանր ու թանկ անստում հասարակ մարդու համար, մեր համար, նույն ադրբեջանցի հասարակ ժողովրդի համար, հայ ժողովրդի համար, ռուսի, ուկրաինացու հասարակ ժողովրդի համար, բայց բռնատերերը սանով են սնվում, Փաշինյան, Նիկոլա Ալիևը, Պուտինը, նույն ընդեր գալիս է, Նետանյահուն եւ այլն։ Սրանք բոլոր ժողովուրդների թշնամին են։ Իմ համար դրանց մեջ ոչ մի տարբերություն չկա։ Ազգային չի խնդիրը, իրանց գործունեությունն է, արդյունքն է եւ նպատակներն է խնդիրը։ Եվ սա մենակ միակ խնդիրը չի։ Մի կազմակերպություն կա, որ կոչվում է Միասնական ազգերի կազմակերպություն, որը ազգերի լիգայի շարունակություններ, բառը ճիշտ մոռացա, իրավահաջորդ, որը կարգավորում է աշխարհում տեղի ունեցող խնդիրները, փաստագրում էր, այսինքն ազգերի լիգայից անցած ՄԱԿ-ի այդ կառույցի որոշումները, փաստաթղթերը դրանք ամբողջ աշխարհի լեգիտիմացման, հարաբերությունների կարգավորման մի խոսքով դա մի ամբողջ պլատֆորմ էր։ Ինչ անում Թրամփը, քանդում է դա։ Այսինքն չկա ՄԱԿ-ը քանդում է, որ տեղը ստեղծի խաղաղության խորհուրդ։ Ինչի՞, որտեղ ՄԱԿ-ը ճանաչել է Իսրայելի ցեղասպան պետություն, Պուտինին որպես ցեղասպան, ՄԱԿ-ի դատարանը։ Եվ ՄԱԿ-ի կանոնակարգով այնտեղ կա Պաղեստին, կա Ուկրաինա, կա Հայաստան եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ամեն ինչը ջրում է, այլ չի լինելու ՄԱԿ։ Ինքը դա ուզում ստեղծի։ Վերջ, խաղաղության խորհուրդ։ Ու ասում են երկրները, որոնք ուզում են մասնակցեն այդ խաղաղության խորհուրդ, $1 միլիարդ պետք է տարեկան վճարեն մշտական անդամակցության համար։ Սա աղետ է, սա պատուհաս է։ Հուսով եմ 26 թվականին սա պատմությունը ուղղակի կվերջանա։ Ես գիտեմ, որ Թրամփի սիրողներ շատ կան նաև գուցե տեղի լսողների հետևորդների մեջ, բայց այն ինչ որ անում սա աղետ։ Առաջինը մեր երկրի համար, որովհետև եթե մենք ապրելու գոյատևելու շանս ունենք, դա ազգերի լիգայի, հետագայում ՄԱԿ-ի, այդ ընդունված փաստաթղթերի վրա։ Հակառակ դեպքում վերջանում է, եթե սենց է լինում հարցը, դրվում, ասենք զենք ունես կարաս գրավես։ Հիմա հասել է բանին, իմջելոց, որպեսի գրավի Գրենլանդիան, ասում է, ով աջակցեց Գրենլանդիայի, տարիֆ եմ կիրառելու։ Այնքան եմ խեղդելու տարիֆով, մինչև այդ հողերը տան ինձ։ Սա ռեկիցիոր է, սա պատուհաս է, սա տերորիստ է, տերորիստ։ Այն բանը, ոնց է, բռնում են, ասում են, ինչ ունես, չունես, պետք է տաս։ Չտաս կսպանեմ։ Հիմա սա է ասում, չտաք, հալանեմ ձեզ։ Ու այս մարդը երևի որն է հաստատ հետևորդներ ունի, իրան հավատացող եւ համանողներ կան։ Իսկ մյուս ձեռքով Վենեսուելայի փոխնախագահից, փոխնախագահ չէ, օպոզիցիայի լիդերից, որը ստացավ խաղաղության մրցանակ, եւ մրցանակն ուզում որ այդ կիսվի։ Եվ նա համաձայնել է։ Ես չեմ պատկերացնում ոնց է կարգավորվելու այդ խնդիրը, ոնց է հնարավոր Նոբելյան մրցանակի կիսել, բայց սա դեսեփշն է։ Nobel Prize medal. What do you intend to do with it, and why would you want someone else's Nobel Prize? Well, she offered it to me. I thought it was. Ոնց է ուզում ուրիշի Նոբելյան մրցանակի գիրը, մրցանակը խաղաղության համար, ասում ինքն է առաջարկել ինձ։ Ես չեմ ուզում, ինքն է եկել առաջարկել, ասել է Թրամփ, կուզես իմ մրցանակը Նոբելյան խաղաղության, տամ քեզ։ Կամ ես չեմ պատկերացնում ուղղակի դա ոնց է հնարավոր, բայց սա խոսում է դրա մասին։ Ասում է ինքն է առաջարկել։ It's very nice. She said, you know, you've ended 8 wars. Դու գիտես, ասում դու բաներ ես ավարտել ես 8 բանը 8 պատերազմ։ And nobody deserves this prize more than in history. Եվ ասում քեզանից բացի աշխարհում ոչ մեկ տան արժանի չի։ Ար, քեզ։ Սա ոչ միայն բանը երկրներ է գողանում, այդ Նոբելյան մրցանակը պատրաստ գողանալ։ Պատերազմ սկսելով Վենեսուելայի դեմ։ Ռեկետ չի, ահաբեկչություն չի սա։
you do, and I thought it was a very nice gesture. And by the way, I think she's a very fine woman, and we'll be talking again. ու դրա համար եմ շատ կարքին կինա։ Որոշել է, որ ինքը ամենաարժանի տեխնոսում է մեդալի համար։ Եվ հաստատ իրեն տալը սխալ որոշում է եղել։ Սխալ։ Այսինքն կնոջ էլ այդ մեդալը տալը, փոխանակային Թրամփին վերցել են այդ կնոջն են տվել։ Սա եմ ուզում լսենք։ Նաստյա, դուք Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցու տարածքում եք, Ուրեմն ես ներկայանամ 44-օրյա աղետալի պատերազմի հետևանքով անհայտության մեջ գտնվող իսրայելյան վարուժանի մայրն եմ։ Ու այսօր այն չարիքը, ով որ ինձ մեղավորն է իմ երեխու անհայտացման միջևորս, որ ես 5 տարի ման եմ գալի, բազմիցս հանդիպել եմ իրեն, այսօր այստեղ է եկել է բղծի այն միակ տեղը, որտեղ ես 5 տարի մշտական մխիթարանք եմ առել, որտեղ որ 5-6 տարի առաջ չոք աղերսել եմ, բոլոր դուրս եկող հավատացյալները կվկայի, որ ես տեղի հավատացյալ եմ եղել, հենց քահանան ինքը կվկայի, որովհետև իմ բոլոր տան միջոցառումներին մենք միջոցառում չենք անում, այսինքն այդ միջոցառումը կլինի իմ երեխու ծնունդը, ինքը միշտ իմ ընտանիքի կողքին ա եղել, ու ես ափսոսում եմ, որ ստիպողաբար այդ երեխեն էլ գնաց այս քայլին։ Այո, քահանան արտակարգ մարդ է, երեխեք, ես իրան ընդունում եմ իմ երեխու տեղ, ես իրան ավագ քույր կարամ լինեմ, ինքը միշտ իմ ընտանիքի կողքին ա եղել, իմ բոլոր ցավերին ականատես ա եղել, իմ բոլոր վատացումներին ականատես ա եղել, ինքը միշտ ասում էր, ես քո արդյունքը չեմ կարող տեսնեմ Ացիաքուր, ու հիմի այս երեխեն ստիպված եղնում այս ամեն ինչը, չգիտեմ ինչի համար ա եղնում, ինչ եղնում, ինձ չի հետաքրքրում, ես քաղաքականության մեջ չեմ ուզում մտնել, ինձ ամենակիչն է քաղաքականությունը հետաքրքրում, ինձ հետաքրքրում է իմ երեխեն, Անես չի, որ ես եկել եմ պաշտպանելու Գարեգինին, ոչ, Քավրիցի, ես Գարեգինին էլ ենք մենք մոտեցել այս հարցով մեր երեխեքի ոչ մի բան չի արել, նույնը մյուսները, ինչ վերաբերվում է այսօր Արաքել arczepiskopոսին, որը որ ստեղակոտակի թեմի առաջնորդը, բոլորս գիտենք, որ ինքը ունի զավակներ, տղա աղջիկ, ունի տղա աղջիկ, այդ նույն տղան Քարամյանը, որը որ կոծկեց մեր երեխաների գործերը 5 տարի, որ մենք հիմի չենք կարող ես իմ երեխուն ճարեմ, բացահայտեմ ճակատագիրը, իր տղայի թեթև գործով ա ձեռքով ա եղել։ Ինքն ա արել այս գործերը, իրանք են ծածկադմփոց արել։ Նիկոլ Չելուկի հետ միասին։ Էլ չգիտեմ ինչ ասեմ, ասում եմ այն միակ տեղը, որ ես ամեն Կիրակի բոլորը կհավաստիացնեմ, բոլոր եկեղեցու դուրս եկած հավատացյալներ, նախստեղ 50% չկա հավատացյալից, բոլորը շինծու բերվածներ են։ Ես ամեն Կիրակի գալիս եմ, եթե պետք լինի, ամեն Կիրակի կնկարեմ, կուղարկեմ այն դեմքերը, ովքեր որ իրոք հավատացյալներն են ստեղի։ Այստեղ շինծու բերվածներ են, այստեղ 50% լինի մեր հավատացյալներից, թե չլինի։ Այդ մարդիկ էլ եկել են իրանց աղոթքի համար, ես ոչ մեկին չեմ կարող, լավ են արել, մեր եկեղեցին ա մենք պիտի պահենք։ Նաև ասեմ, այս եկեղեցու զանգը, որ կախել ա իմ տեքոր տղան, որը 20 թվականին զոհվել ա, էլի Նիկոլի թեթև ձեռքով Ջաբրայիլի զինվոր ա ելել, Հադրութի վերին թաղավեր հատվածում երեխեն զոհվել ա։ Այս պահին Ղափանում հողարկավորածը Հարությունյան Զորիկ։ Ես ամեն ինչ փաստացի եմ խոսում։ Այսինքն դու ոնց ես եկել, այն եկեղեցին մտել, երբ որ այդ ամեղ երեխեներ այդ բանը կախել, զանգը կախել, դու այսօր եկել ես էտել պղծես, ստոր, անիծվես, դու քո 7 պորտով անիծվես, մեկը որ եկեղեցին էլ գնաս, քո մեղքը այնքան շատ ա, դու չես մաքրվելու, դու պիղծ ես, դու սատանա ես։ Ոչ միայն ինքը։ Ոչ միայն ինքը։ Ոչ միայն ինքը։ Ոչ միայն ինքը։ Սենց կարող ենք շարունակել։ Բոլոր նրանք, ովքեր աջակցում են, ովքեր կոծկում են այս հանցագործությունները, այս խոսքերը վերաբերում են բոլոր դրանց։ Ու անտեղի չի։ Բռև հիմնավորը։ Այսինքն ամեն Կիրակի գալիս եք, ես ամեն Կիրակի չկա, տենց կլինի ուշ ժամի խոկում, կլինի թվականին գրող բժիշկ Ռուբեն Սևակը, իսկ դուք գիտեք, որ 1914 թվականին գրող բժիշկ Ռուբեն Սևակը բանտում լինելու ժամանակ բուժում է մի բարձրաստիճան թուրք պաշտոնյայի դստերը, որը ծանր հիվանդ էր եւ մահամերձ։ Աղջիկը սիրահարվում է նրան։ Թուրքը ցանկանալով շնորհակալություն հայտնել Սևակին, առաջարկում է նրան ամուսնանալ իր դստեր հետ։ Թուրք պաշտոնյան ասում է. «Բժիշկ, քո ազգը պիտի մեռնի,
ձեզնից ոչ մեկը չի փրկվի, բայց եթե դու մահ Հիմա էլ են նույնն ասում։ Սա ասել է 14 թվականին։ Մեկ տարի առաջ տեղասպանություն։ Հիմա էլ են նույնը ասում։ Հիմա էլ Էրդողանը իր գրքի մեջ է գրել, այն գրքի մեջ, որ Աննա Հակոբյանը սրտին դրած նկարվել էր։ Այդ գրքի մեջ գրած է, որ հայը Թուրքի յաթաղանի ծայրի մնացած մսի կտորա, որը պետք է վերանա։ Մետականություն ընդունես եւ ամուսնանաս աղջկաս հետ, ես քեզ կփրկեմ։ Սևակը ապշած նման առաջարկությունից հայտարարում է, որ ամուսնացած է եւ երեխաներ ունի։ Ի պատասխան թուրքը քմծիծաղ է տալիս։ Բան չկա, մեր կրոնում դա արգելք չէ։ Սևակը հրաժարվում է գործարքից։ Նա քրիստոնեությունը հայկական ազգային ինքնության մասն էր համարում։ Բացի այդ, շատ էր սիրում իր կնոջը։ 1915 թվականի ապրիլի 24-ին ամուսնու աքսորից հետո Յանի Սևակն անհապաղ գնում է Թուրքիայում Գերմանիայի դեսպանատուն եւ նրան թուրքերը արտաքսելու իրավունք չունեին, քանի որ Յանին Գերմանիայի հպատակ էր։ Գերմանիայի դեսպանն այսպես է պատասխանում ամուսնուն փրկելու խնդրանքին. Դու անարժան գերմանուհի ես, դու դավաճանել ես քո ազգին, ամուսնացել ես այդ հայի հետ եւ հիմա եկել ես խնդրելու, որ ես նրան փրկեմ։ Նա չպետք է վերադառնա, նրանք բոլորը մեռնելու են գնացել։ Սարսափած նման պատասխանից Յանին գերմանական անձնագիրը շպրտում է դեսպանի դեմքին եւ ասում. Ես որդի ունեմ ու կդաստիարակեմ նրան այնպես, որ մի օր նա գերմանացիներից վրեժ լուծի հոր համար։ Սևակին վերջինն են սպանել։ Նա տեսել է ընկերոջ Դանիել Վարուժանի եւ մյուսների դաժան սպանությունը։ Իսկ դահիճների թվում կար մեկը, որն իր դստեր կյանքի համար պարտական էր Ռուբեն Սևակին։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր Facebook-յան եւ YouTube-յան ալիքին, որպեսզի բաց Ես ուզում եմ ուղղակի ճանաչի քեզ աղջնակին։ Ու երախում փրկել է նա էլ գնդակահարում է։ Փաշինյան Նիկոլոս ասում դուք ում եք ծառայությունները մատուցում եք նրանք քեզ սատկացնելու են ձեզ։ Ես ու ջանել պատահական չեմ ասում։ Իրենք գնդակահարում են այն մարդուն, ով իրենց երախու կյանքն է փրկել, արա։ Դուք եթե կարողանաք ավարտին հասցնել ձեր սև գործը, իրենք էլ ձեզ սատկացնեն։ Ցանկացած տարբերակում դուք ապագա չունեք։ Ցանկացած հաղթեք ապագա չունեք, պարտվեք արտարվել դες ապագա չունեք։ Սա հարցը մնում է թե ով է դա իրականացնելու։ Դրանից է կախված կլինի հայացքը կլինի գոյություն կունենա թե չէ։ Սրանք դեռ այն ժամանակ են որոշել, որ հայ պիտի չլինի, գոյություն չունենա։ Այսօր էլ նույն բանը խոսում են, այսօր նույն բանը իրականացնում են, որովհետև այդ ազգը այլ օրակարգ չունի, հասկանում եք, ազգեր կան օրակարգ ունեն, ազգեր կան օրակարգ չունեն, ազգեր կան հենց այս ազգը, թուրք կոչված ազգը մի հատ օրակարգ ունի, հայի ոչնչացում, այլ բանի շուրջ ինքը չի կարողանում միավորվել, ինքը չի կարողանում միավորվել տիեզերքը գրավելու շուրջ, ինքը չի կարողանում միավորվել, չգիտեմ, մարդկության համար ինչ-որ մի բան ստեղծելու շուրջ, միակ բանը, որի շուրջ կարողանում է ինքը, դա ազգային իդեա մեր բանը միավորվել, դա հային ոչնչացնելն է։ Ու այդ ծրագիրը իրականացվում է հայի ձեռքերով, այն մարդկանց ձեռքերով, ում ես ցույց եմ տալիս, Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ։ Եթե իրենց թվում է իրենք ավելի արժանի են եւ ավելի կարևոր տաղանդավոր, քան Ռուբեն Սևակ։ Սևակներ։ Իսկ ես աղջնակին շնորհակալություն եմ ուզում հայտնել եւ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն ֆորմատով մեր ազգի կարևոր դեպքերի մասին են հաղորդումներ անում, վառ պահելով մեր տեսակի իշտակը, մանրամասները, որովհետև մարդը անասունից հենց հիշողությունով է տարբերում, հենց այս արժեքների նկատմամբ ունեցած իր վերաբերմունքով է տարբերվում։ Եթե չկա այդ հիշողությունն ու վերաբերմունքը, այնա նույն անասունն է իշտակը։ Սանայ սիգարթին դրանից Սանայ
Ուրախությունն աշխարհի հետ է ուզում կիսել Աստղիկը։ Գնում ենք իմ սենյակը ձեզ ցույց տամ, ցույց եմ տալու ձեզ ինչ եմ պահում իմ դարակի մեջ։ Նոր երկհարկանի իրենց առանձնատունն է շտապում ցույց տալ, որտեղ օրեր առաջ են տեղափոխվել ու ամանորը դիմավորել։ Երկրորդ հարկում ես, հա։ Էսի մամայի սենյակն է, պապայս ու մամայինս։ Էսի մեր սենյակն է, այս դարակի մեջ ես ունեմ մեծ կտակարան նոր, ունեմ փոքր ունեմ, երկու հատ մեծ ունեմ, ստեղ ունեմ իմ նկարած նկարը։ Մայր ու աղջիկ իրար հերթ չտալով առաջինը մեր նկարահանող խմբին են ցույց տալիս տան սենյակներն ու ձեռք բերած գույքը։ Կասում կայ աման, չաման, ամեն ինչ էլ արել ենք։ Թազա տուն եկել ենք թազա եղածով, հին եղածը սաղ թողել ենք այնտեղ։ Զովունի այս անմխիթար վագոն տնակի արդեն նախկին բնակիչների Թորոսյանների 8 հոգանոց ընտանիքի պատմությանը վստահաբար շատերը տեք ծանոթ։ Շաբաթներ առաջ էինք պատմում նրանց Մենք խոսացել ենք սրա մասին։ Մենք մեր հաղորդման ժամանակ սա մասին խոսացել ենք։ Այս ամեն ինչը տեղի է ունենում։ Մենակ վարչապետ Փաշինյան Նիկոլը իրան պարգևաձել է 18 միլիոն դրամ է տարվա մեջ, հենց այսօր։ 1 միլիարդ դրամ պեկնայքի համար։ Նվիրել։ Օրական 500 միլիոն դրամ էլ ժողովրդից են քամում մենակ գերուգազի վրա։ Այս ամեն ինչ այդ ֆոնի վրա է։ Ով է սա պաշտպանում։ Կամ այս ամեն ինչը նորմալ համալողը ոնց կարող է իրեն մարդ համալ։ Մարդ։ Սա ճաշակի խնդիր չի, սա մարդ լինել չլինելու խնդիր է։ Տաներ օրերի կենցաղային բարդ ու անմարդկային պայմանների մասին։ Կհիշեք հավանաբար, երեխաների ձեռքերը ցրտահարված էին, տանը ջեռուցում չունեին, իսկ քնելու տեղը առհասարակ մեծ պատմություն էր։ Հույս ունեմ, որ մի օր կմեծանանք, մենք երեխեքով շատ լավ տուն կունենանք։ 6 երեխաների երազանքն էլ նույնն էր՝ ապահով տանիք ունենալ գլխավերևում, որն այլևս իրականություն է։ Մեր հաղորդումից օրեր անց Ռուսաստանաբնակ մի բարերար առանց ներկայանալու զանգահարել է ընտանիքին ու ասել, որ ցանկանում է նրանց համար բնակարան գնել։ Գայանեն զանգից շատ է շփոթվել, չի հավատացել լսածին, մտածել է, թե պարզապես կատակում են։ Ասա ուզում եմ ձեր ցանկությամբ լինի, որտեղ որ ուզեք տարածքը դուք նայեք, նայեցինք։ Ճիշտ ասած չհավատալով էինք նայել, ոնց որ Աստված ուղարկած լիներ իրան, որ այս այդքան գումար ոչ մեկ չէր կա, մի հոգի այդքան գումար մի տուն առնել մի ընտանիքի համար ես չէի պատկերացնում։ Բայց արի ու տես, որ կատակ չէր, բարերարը Թորոսյաններին Քանաքեռավանի ամառանոցներում երկհարկանի տուն է նվիրել, հարակից մեծ հողակտորով։ Դուստրերից Վարդուին պատմում է, որ այս ամենն արդեն երազում տեսել է, ճիշտ նույն սցենարով։ Երազումս տեսել էի, որ մի մարդ զանգել էր ու ասել էր, որ դուք տուն ունեիք ու ես հավատում էի, չէի հավատում, այսինքն ու լացում էի, ասում էի չի կարա լինի։ Երազանքներն իրականանում են ու բոլոր մարդիկ թող հավատան Աստծուն, որ Աստված իրանց երազանքներն անպայման կկատարի, ոչ մեկի երազանքը անկատար չթողի։ Թեկուզ ուշ կկատարի, բայց կկատարի։ Ամուսնուս ասում եմ, պատկերացնում ես խավարի վերջում լույս կա, ու իրոք այդ լույսը մեզ եղավ, թե ձեր շնորհիվ իմ երեխեքը դարձա։ Իրանց միակ երազանքը տուն ունենալ մեջ։ Խավարի մեջ խավարի վերջում լույս կա միշտ։ Ով փնտրում են գտնում։ Ով փնտրում է նա էլ գտնում է այն մարդկանց, որոնք պատրաստ են օգտակար լինել այդ հարցում։ Նախ շնորհակալ եմ այն մարդուն, ով սա իրականացրել է։ Առավելևս շնորհակալ եմ, որ մենք իրան ազգանուն չգիտենք։ Ես տասնապատիկ եմ ցանկանում իրեն վերադարձ ձևով, որ ինքը կարողանա միշտ հասնել մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն։ Մեր հայկական կապիտալը հաշվում է 500 միլիարդից ավել։ 500 միլիարդ դոլարից ավել հաշվում հայկական կապիտալը։ Այսինքն մեզ ընդամենը մի կազմակերպիչ, չասեմ կազմակերպիչ, մի օղակ, մի մարմին, մի պետություն, որ վստահություն ունենա, նա կարող է իրականացնի բոլոր այս կարգի ընտանիքների երազանքները։ Բոլոր։ Ու դա ընդհանրապես խնդիր չի լինելու։ Պատկերացնեք 500 միլիոն դրամ օրական թալանով, ինչքան մարդկանց տուն կարող էին անել։ Երևի սխալ ձևակերպեցի ուսմունքից,
այդ հալանած փողը օրական 500 միլիոն դրամ, եթե գնալ ես մարդկանց ապահովելու բնակարան, ընդամենը մեկ ամսվա մեջ, մեկ ամսվա թալանի փողը բավական է, որ ես ամբողջ կարիքավորները տուն ունենեն սեփական, եւ այդ երեխեքը իրենց հայրենիքից ամաչելու փոխարեն իրենց երկիրը կսիրեին։ Բայց հասկանում եք, չէ՞, որ այս տեսակ կառավարությանը պետք չի հայրենիքը սիրող երեխեք, պետք չի հայրենիքի ջերմությունը զգացող երեխեք, պետք է մեկուսացված, նվաստացված, խեղճացած մարդիկ, որոնք ոչ մի կապող բան չունենան, ոչ մի հոգևոր կապվածություն չունենան այդ հողի հետ։ Բայց հեշտ լինի իրենց ծախելը, հեշտ լինի ստրկացնելը։ Կրկին շնորհակալություն ընկերոջը, Աստված հազարապատ քեզ, քո հնարավորությունները, որ դու միշտ կարողանաս հասնել բոլոր կարիքավորներին։ Հիմա սա եմ ուզում լսենք իրար հետ։ Дело в том, что в Азербайджане существует несколько, я вот их назвал бы, раковых опухолей. Первое – это обществу вбили в голову, что Карабах его территория. Սա ադրբեջանցի մեկնաբանը, շատ հայտնի Զեյնալ Իբրագիմով, որ ասում է Ադրբեջանի հասարակությունը այս մասին խոսում է մի քիչ առաջ, չէ՞, ուղղակի առաջ են գա, էլի։ Բայց մի քանի քաղցկեղային ուռուցքներ ունի։ Ասում է առաջինը, որ նրանց գլուխն մցրել են, որ Ադրբեջան Արցախը իրենց տարածքն է։ Առանց ամաչելու, որ դա ընդամենը 21 թվականին է կցվել Ադրբեջանի։ Մյուս абսուրդը, ասում է, որ իրենց գլուխը մցրել են, лысенько обелава, это я сказал. Не территория это Азербайджана. Эта территория была в 21 году искусственно пришпилена к Азербайджану. Второе. Очень болезненное и очень, знаете, какое-то маниакальное стремление фальсифицировать историю и выставить себя народом, который имеет тысячелетние корни. Это бред. Этого не было. Это, я считаю, что это даже унизительно для народа вот такой вытворять со своей собственной историей. Абսուրդը, որ ես գլուխը մցրել եմ, որ իրանք հազարամյա պատմություն ունեն, ասում եմ, դա է абսուրդ։ Նույնիսկ դա վիրավորական է մարդկանց համար։ Դու ոչ մի բան չունես, դու ընդամենը մի ցեղ ես։ Քեզ արժևորելու համար դու գողանում ես ուրիշի պատմությունը։ Ինչը նվաստացուցիչ չի այդ մարդու համար։ Բայց ու ծորի համար իհարկե դա նվաստացուցիչ։ Приписывают себе каких-то мифических, не принадлежащих им героев. Выдумывать какие-то абсурдные, совершенно, простите, на грани идиотизма исторические факты. В одном из азербайджанских учебников истории было написано, что Колумба консультировал азербайджанские ученые. Это уже область, я считаю, психиатра. Նույնիսկ ես պատմության գրքի մեջ գրել եմ, որ Կոլոմբոսին, ալեւը պատմության գրքի մեջ է գրել, որ Կոլոմբոսին կոնսուլտացիա է արել, խորհուրդներ տվել ադրբեջանցի գիտնական, ասում եմ, դա ընդհանրապես հոգեկան հիվանդի, ասում եմ, հոգեբուժարանի աստիճանի մոտեցումը։ Հասկանում եք, ինչ բանի հետ գործ ունենք, ինչ հասարակության հետ գործ ունենք մենք։ Ուտեղից ինչեր է դուրս գալու, ինչ պրոդուկտ է տալու այդ հասարակությունը։ Սա աղետ է, ոչ միայն Հայաստանի է։ Ուղղակի քչերն են շատ դա հասկանում երևի։ Ուղղակի ես թվում է, քանի որ ադրբեջանցիների տիրակ Հայաստանն է, իրանք կողքի վրա են մնալու, չէ։ Արյան համը բերանը մեծացած մարդ ինքը վտանգավոր է բոլորի համար։ Իր արժեքից, իր արժեքը չասեմ, հա, իր պատմությունը չիմացող ստի վրա դասիրակված մեկը ինքը վտանգա բոլորի համար։ Բայց այս ուղղակի պատմական այս փուլում թիրախը մենք ենք։ Բայց ինչ է լինելու այդ մարդկանց հետ եւ ընդհանրապես հարևանների հետ, երբ որ մի օր այդ թերախը ասենք չլինի այլևս։ Մենք հարցերը լուծած ունենք։ Կամ մենք այնքան հզոր լինենք, որ իրանք անկարող լինեն։ Ուր է գնալու այդ էներգիան։ Ուր։ Մնացած հարևանների վրա։ Если говорить о том, что появляются какие-то очень странные сведения по поводу того, что мама Леонардо да Винчи была азербайджанка, я считаю, что это вообще уже клиника. Արդեն Լեոնարդո դա Վինչին են հասել, որ նրա մայրը ադրբեջանցի է։ Это тоже область уже психиатра. Когда населению целенаправленно вбивается в голову, что
принципе, вбивается в голову ложь. Придумывается история, она просто придумана, понимаете, ее не было. И еще одно. Очень странное отношение, я уже, знаете, что удивительно, даже более враждебное, чем в Турции, к теме признания геноцида армян. Это вообще полный абсурд. Во-первых, когда все это происходило в 1815 году в Османской империи, Азербайджан не то, что не существовало на карте мира, вообще не существовало. Кроме... Ասում Թուրքիայից ավելի ծանր են տանում Հայաստանի ցեղասպանության փաստը, որ եղել է Թուրքիայում։ Երբ որ այդ ցեղասպանությունն է եղել, Հայաստան ընդհանրապես Ադրբեջան չի եղել, ասել Ադրբեջանը չէր կարող դա այդ կապ ունենալ, հա։ Բայց իրենք ավելի ցավոտ են տանում այդ թեման, քան Թուրքիայում։ Армяне никаких претензий к азербайджанцам в этом плане вообще не предъявляют, потому что их просто не было. Не было этой страны. И вот это вот тоже маниакальное какое-то отношение к этой теме. Какое он отношение имеет к Азербайджану? Никакого. Только потому, что армяне и азербайджанцы сейчас воюют. Вы знаете, меня действительно поражает, что в Турции более лояльны к этому отношению, чем в Азербайджане. Ненависть стала фактически государственной политикой. Хотя Азербайджан на каждом углу кричит о своей толерантности и мультикультурализме, но в реальности в стране сейчас существует фашистский режим. Вот. Այո, ատելությունը դա կառավարման մոդել է դարձել Ադրբեջանում։ Այնա ինչ որ ես եմ նաև ասում, նայ, որովհետև մենակ ես չեմ դա ասում։ Եվ որ պահին այդ բանը չեղավ, թիրախը չեղավ, այդ պահին քանդվում ամբողջ այդ պետականությունը։ Ես դա ման եմ իրանք միշտ ասում, երբ որ ասում են հարցիդությունը որն է, հարցիդությունը միջազգային ածելն է, մակը, որը քանդում է պաստորեն Թրամփը։ Այո, գնալ միջազգային դատարան, ասել եղբայր, դու եք որոշի այդ հարցերը, որովհետև ես վստահ եմ մի բանի վրա, այդ որոշումից հետո Ադրբեջան չի մնալու։ Ադրբեջանում սկսելու են հայտնվել այս կարգի մարդիկ, որոնք ասելու են Ադրբեջան, բա ինչ եք ուզում, չի կարելի անverջ ստել սեփական ժողովրդին, անverջ ստարկացնել, ապուշացնել, նվաստացնել սեփական ժողովրդին, տանել, կոտորել Ալիևի իշխանության համար։ Եվ մտածել, որ դու պետականություն ես կառուցում, եւ դու ապագա ունես այդ ձևով, այդ ֆորմատի մեջ։ Մեծ հարցերություններ կան։ Իսկ հաղորդում ուզում եմ փակել Հովհաննես Թումանյանի խոսքերով։ Բերանն առնոտ մարդակերը են անբան, 1000 տարում հազիվ դարավ մարդասպան։ Ձեռքերն առնոտ գնում են ադեռ կամկաշ, ու հեռու է մինչև մարդը իր ճամփան։ Բան չի փոխվել առ այսօր։ Չի փոխվել առ այսօր, բացի նրանցից, ովքեր կարծիք փոխելու եւ պատմություն կերտելու համար փող են ստանում Փաշինյան Նիկոլից ուղիղ։ Բայց դա էլի չի փոխում իրականությունը։ Իրականությունը մնում է նույնը եւ Ադրբեջանում, եւ Թուրքիայում, եւ Հայաստանում։ Անկախ նրանից այդ վարձկանների խումբը ինչ խոսա, ոնց կներկայացնի։ Ես չեմ ուզում ասեմ, ես ամեն ինչ գալու է ձեր դուռը, բայց ասեմ թե չասեմ, մեկը դա լինելու է։ Լինելու է ոչ թե որ ես եմ ուզում կամ այս զոհվածների, անետ կորածների ծնողներն են ուզում, այլ որովհետև բնությունը եւ աշխարհը տենց է կառուցված։ Կառուցված է էներգիայի փոխակերպման օրենքի վրա, բալանսի պահպանման օրենքի վրա եւ այլն։ Տարբեր մշակույթներ, տարբեր ձևեր են դրանք կոչում, բայց բոլոր ձևերը խոսում են մի բանի մասին, որ երևույթը կա։ Ինչ ցանել ես, նայել, ընձելու ես։ Իսկ քամի ցանողը փոթորիկ է։ Այսօր համար այսքանը, լավ մնացեք։